ես այսօր առավոտից սպասում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներ կան ֆավորիտ որոշները, որ կմոտենան այս ամբիոնին, կգոռան Ալլահու ակբար ու կպայթացնեն իրանց այս ամբիոնի մոտ, հաշվի առնելով թե ինչ ջանասիրությամբ են նրանք հրապարակային տիրույթում պաշտպանում իրավապահների կողմից վերջերս բացահայտված աննախադեպ տերորիստական ակտի փորձը, բայց իմ սպասելիքները չեն արդարանում։ Դրա փոխարեն առավոտից գոռում են, որ հեծը խլում ենք։ Իրականում ինչ է տեղի ունենում։ Հեծը իրենց պատկանող, իրենց երկրի սեփականությունից դարձվում է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Սրա համար են այս ցնցումները։ Իսկ ինչա հեծը։ Հեծը քրիտիկական ենթակառուցվածք է, ոչ թե գետնանցման ինչ-որ բիստրո, որը խլեն կամ չխլեն։ Իսկ մեր երկրի քրիտիկական ենթակառուցվածքների հետ ինչ է տեղի ունեցել, բոլորիդ հայտնի է։ 2002 թվականի նոյեմբերին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք գույք պարտքի դիմացը ստորագրել է Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Եվ Գազպրոմը, երկաթուղիները, Սևան հրազդան կասկադը 7 հեկով 2002 թվականին նաև հեծը տրվել է այս մարդկանց երկրին, Ռուսաստանին, եւ հիմա շատ մեծ ցավ են ապրում, երբ որ դառնում է մեր երկրի սեփականություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։